Նոյեմբերի 6-ին միլիոնավոր ամերիկացիներ հերթական անգամ քվեարկելու են նախագահական ընտրություններում, սակայն իրական ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, որին մասնակցելու են ընդամենը 538 անձինք։ Այս փոքր խումբը հայտնի է ընտրական դպրոց անվանմամբ։ Ինչ է սա նշանակում։ 1787 թվականին, երբ ստեղծվեց ԱՄՆ-ի սահմանադրությունը, եվրոպական երկրներում քաղաքացիների ուղիղ ընտրությունը որպես այդպիսին բացակայում էր։ Արդյունքում Միացյալ Նահանգների սահմանադրության հեղինակները երկաստիճան համակարգ սահմանեցին ընտրության կարգի վերաբերյալ։ Այսպես ուրեմն ընտրություններին անմիջականորեն մասնակցելուց հետո քվեները հավաքվում են ընտրական դպրոցի փոքրաթիվ անդամների մոտ, ովքեր ընտրություններին հաջորդող ամսվա ընթացքում ճանապարհորդում են երկրի բոլոր նահանգներով եւ ապա հրապարակում հաղթող թեկնածուի անունը։ Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Քըրթիս Գանզի խոսքերով այս փոքրիկ խմբի անդամների թիվը սահմանվել է ԱՄՆ-ի կոնգրեսի եւ սենատի անդամների թվաքանակի համապատասխանությամբ, ովքեր եւ որոշում են յուրաքանչյուր նահանգի ընտրությունների արդյունքները ձայների մեծամասնությունը ստացած թեկնածուին հաղթող հռչակելով։ Բացառություն են երկու նահանգներ՝ Նեբրասկան եւ Մեյնը, որտեղ հրապարակվում եւ ընտրությունների վրա ազդեցություն է ունենում յուրաքանչյուր ընտրատարածքի արդյունք։ Ընտրական դպրոցի անդամներ են հանդիսանում եւս 3 պատվիրակներ Միացյալ Նահանգներում նահանգի կարգավիճակ չունեցող տարածքներից, ինչպիսին է օրինակ մայրաքաղաք Վաշինգտոնը։ Այսպիսով 538 հոգուց բաղկացած այս խորհրդի անդամների կեսից ավելի, այսինքն 270 պատվիրակի քվե ունենալուց հետո է միայն ֆորմալ հրապարակում երկրի նախագահի անունը, սակայն եթե նախագահի թեկնածուներից եւ ոչ մեկը չի արժանանում խորհրդի անդամների կեսից ավելիի ձայնին, ապա ըստ սահմանադրության նախագահին է ընտրում ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը, ինչի կարիքը սակայն չի եղել վերջին 200 տարիների ընթացքում։ Մինչ այս նախագահների մեծ մասը հաղթանակ են տարել ինչպես ուղղակի ընտրությունների, այնպես էլ ընտրական դպրոցի անդամների քվեի մեծամասնությունը ստանալով։ Բացառություն էր 2000 թվականը, երբ դեմոկրատական կուսակցության թեկնածու Ալ Գորը ուղղակի ընտրություններով մոտ կես միլիոն ձայնով գերազանցում էր Բուշին, ինչպես նաև ուներ ընտրական դպրոցի անդամների անհրաժեշտ 270-ից 266-ի ձայները։ Ջորջ Բուշ կրտսերը, ում եղբայրն այդ ժամանակ Ֆլորիդայի նահանգապետն էր, այս նահանգում փոքր առավելություն էր Գորի նկատմամբ։ Վերջինս հանդես եկավ ձայների վերահաշվարկի պահանջով, այնուհետև Բուշը գործը հասցրեց ԱՄՆ-ի գերագույն դատարան։ Ընտրություններից ավելի քան մեկ ամիս անց գերագույն դատարանի որոշմամբ Ջորջ Բուշ կրտսերը դարձավ ԱՄՆ-ի 43-րդ նախագահը։ Ընտրական այս երկաստիճան համակարգի արդյունավետության խնդիրը հաճախ է հիշատակվում հատկապես նախագահական ընտրությունների նախօրեին։ Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Դենիս Ջոնսոնի համոզմամբ երկու կուսակցություններն էլ համաձայն են նահանգային մակարդակում ձայների մեծամասնություն ստացողին հաղթանակ շնորհելու մոտեցմանը։ Սա, ասում է պրոֆեսորը, նաև պայմանավորված է ընտրողների աշխարհագրությամբ, այսինքն դեմոկրատական կուսակցությունը ձայներ է ստանում խիտ բնակեցված քաղաքներից, մինչդեռ հանրապետականներն ըստ ավանդույթի գյուղական բնակչության մեծամասնությանն են արժանանում։ Արդյունքում անմիջական ուղիղ ընտրակարգի անցնելը ձեռնտու չէ կողմերից եւ ոչ մեկին։ Արսեն Խառատյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։